Արդեն ավանդույթ է դարձել կենսաբանության ֆակուլտետում, սա արդեն 3-րդ տարին է, որ անցկացնում ենք պաստառների օր, եւ մեր հիմնական նպատակն է դպրոցականներին հասցնել տեղեկատվություն, թե իրականում կենսաբանության ֆակուլտետի պատերի ներսում ինչ կա, ինչ աշխատանքներ են իրականացվում եւ մեր ապագա շրջանավարտները որտեղ կարող են աշխատել։ Հյուրընկալեցինք դպրոցական աշակերտներին։ Նրանք ծանոթացան կենսաբանության ֆակուլտետում տարբեր կրթական ծրագրերին, ինչպես նաև ֆակուլտետում իրականացվող գիտական աշխատանքներին։ Այս տարի շուրջ 80-ից ավել դպրոցներից մոտ 1000 դպրոցականներ են այցելել մեր ֆակուլտետ 2 օրվա ընթացքում։ Այս այցերը շատ կարևոր են աշակերտների համար, քանի որ դրանց շրջանակներում նրանք ծանոթանում են ինչպես գիտական աշխատանքներին իրականացվող, այնպես նաև կարող է դա օգնել նրանց հետագա մասնագիտական կողմնորոշման շրջանակներում, կարող են տեսնել հետաքրքիր գիտափորձեր, որոնք նրանց համար շատ հետաքրքրաշարժ են եւ կարող են հետագայում օգնել իրենց համար ճիշտ ուղին գտնել։ Սա մեծ հնարավորություն է աշակերտների համար, քանի որ աշակերտը լինելով տարբեր ամբիոններում, տեսնելով այդ փորձերը, նրան ներկայացնում են, թե ինչ հնարավորություններ կարող են ստանալ տվյալ ֆակուլտետում սովորելուց հետո, ինչ աշխատանքի կարող է անցնել ու ընդհանուր գաղափար է կազմում ֆակուլտետի մասին, ինչպես նաև հնարավորություն է տրվում աշակերտին իրեն զգալու այդ ամբիոնում եւ հասկանալու արդյոք նա ուզում է գնալ այդ մասնագիտությամբ, թե ոչ։ Սկզբից տարբեր տպավորություններ ունեի, որ դեռ չէի եկել իմ պատկերացումներով, հիմա եւի այդ ամեն ինչը փոխվեցին, ամեն ինչ որ տեսա, հասկացա, եւի ամեն ամբիոններում որոշակի գիտելիքներ ունեինք, բայց որ ծանոթացանք, ավելի բարելավեց մեր գիտելիքները։ Քանի որ ուզում եմ դառնալ բժշկուհի եւ այս այցերը իմ համար շատ կարեւոր էին, քանի որ կարողանում եմ մասնագիտությանս հարցում ավելի լավ ծանոթանալ մասնագիտությանս։ Ավելի շատ ինձ դուր եկավ սնկերի թագավորությունը, քանի որ այնտեղ արդեն խոսվեցինք եւ ծանոթացանք ավելի շատ հաբետա սնկի մասին, որը շատ հետաքրքիր էր։ 5-րդ դասերին ուզում էի կենսաբանության եւ տեխնիկայի շուրջ բաներ ստեղծել։ Այստեղ որ եկա շատ հետաքրքիր է, շատ դուր եկավ, շատ նոր բաներ սովորեցի։ Նաեւ սենց խաղեր էին խաղում, որ հարց էին տալի եւ թերթիկներ էին տալի, եւ այդ թերթիկներով շատ ստանալ, հիմա շահելու է։ Մեծ տպավորությունով հեռանում ենք այստեղից, որտեղ մասնագիտական կողմնորոշում ձեռք բերեցին երեխաները, ծանոթացան 7 լաբորատորիաների հետ։ Հետաքրքիրը նրանով էր, որ մրցանակներ շահեցին, երբ պատասխանեցին ճիշտ հարցերին։ Ես ուրախ եմ, որ բոլորը շահեցին բոլոր ամբիոններից 7 մրցանակներ։ Դա իրենց աշխատանքի արդյունքն է, որ կարողացան ներկայացնել ճիշտ պատասխանները գտնելով։